Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ տարբեր քաղաքական ուժեր զբաղվում են դաշինքներ կազմելով ու ցուցակներ նաև կազմելով։ Այսօր խոսելու ենք խորհրդարանի падգամավոր Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք։ Պարոն Քոքոբելյան, տարբեր գործիչներից լսում ենք, որ նրանք հրավեր են ստացել Ազատ դեմոկրատներ գալու, Ստեփան Սաֆարյան, Անահիտ Բախշյան, նաև քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի մասին կա տեղեկություն։ Կարող եք ի վերջո պարզաբանել, թե ինչ ցուցակ է լինելու Ազատ դեմոկրատները, արդյոք միայնակ են գնում, ինչ նորություններ կարող եք այս մասով ասել։ Կհաստատեմ ձեր տեղեկությունները, այո, այդ մարդկանց ես ինքս խնդրել եմ եւ առաջարկել, որ միանան մեր այս ընտրական գործընթացին եւ միանգամից կասեմ, շատ էլ անուններ կլինեն, որ առաջիկա օրերին 2-3 օր ոչ ուշ հանրությանը կներկայացնենք մենք այն թիմը եւ դա յուրովի կլինի այդ բոլոր թիմի անդամների, այսինքն ցուցակում ընդգրկված բոլոր մարդկանց, այսպես ասեմ, դաշինքը այն առումով, մենք դաշինքների հետ կապված վերաբերմունք չունենք, ոչ դրական պաշտոնապես դաշինք չէ։ Խոսքս վերաբերում է, որ ընդհանրապես եթե ինչ-որ թիմով, ինչ-որ գործընթացի մեջ է մտնում, առավել եւս քաղաքական process-ի, ապա դա է թիմի յուրաքանչյուր անդամի համապատասխանորեն եւ պատասխանատվության եւ իրավունքների առումով հավասարեցված միավորում է, այսինքն այդտեղ նույնիսկ էական չէ, թե ով որ համար հորիզոնականն է զբաղեցնում, որքան կարեւոր է, որ ընդհանուր այդ խնդիրը կարողանանք լուծել եւ այն քաղաքական օրակարգը, որով մենք տարիների վեր հետամուտ ենք եղել եւ հետամուտ ենք լինում։ Հիմա մենք հրավիրել ենք այն մարդկանց, խնդրել ենք այն մարդկանց, դուք եք թվարկեցիք անուններ, Անահիտ Բախշյան, ես այս պահին զերծ կնամ այլ անուններ հնչեցնելուց, զուտ տեխնիկական առումով, այլ ոչ թե ուրիշ խնդիր է, բայց կարող եմ հստակ մի բան ասել, որ մենք ունենք հստակ քաղաքական պլատֆորմ, դա գաղտնիք չէ, զուտ արտաքին քաղաքականության առումով մենք գտնում ենք, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությունը դա մեծ մարտահրավեր է, այլ ոչ թե հնարավորություն։ Եթե մեր օպոնենտները միջև այս պահը խոսում էին, որ դա անվտանգության բաղադրիչ չէ ավելացնում, ցավոք ես կուզենայի ավելացնել, քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչպիսի դրսևորումով հանդերձ եկան այդ կլուբի անդամ պետությունները։ Միջև առեսօր, ել չեմ խոսում զենքի վաճառք եւ այլն։ Այսինքն մենք մարդկանց հետ խոսում ենք ոչ թե անձնակենտրոն քննարկումներ են լինում, այլ ինչ որ միասին հանդես գալու խնդիր է լինում, այլ հստակ քննարկում ենք այն քաղաքական պլատֆորմը, որով մենք պատերացնում ենք Հայաստանի Հանրապետության այսօրվա իրավիճակի փոփոխությունը եւ մենք վստահ ենք, որ կարող ենք մենք այս իրավիճակը փոխել եւ գտնում ենք, որ այդ իրավիճակը փոխելու համար այդ քաղաքական պլատֆորմը պետք է պաշտպանվի այն մարդկանց կողմից, ովքեր բնականաբար ընդունում են այդ պլատֆորմը եւ հետամուտ են լինելու այդ կյանքի կոչելու գործընթացին։ Այսինքն մենք ավելի շատ մարդկանց հետ քննարկումներ, կուսակցությունների հետ, այդ թվում նաեւ քաղաքացիական ակտիվիստների, նույն Էլեկտրիկ Երևանից բավականին թվով մարդիկ ընդգրկված կլինեն այդ ողջ գործընթացի մեջ եւ ընդգրկված են այս պահին։ Ոչ թե քննարկում ենք անձերի միավորման խնդիրը, այլ այդ անձերի, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների մեկ տեղելու եւ միասնական այդ պլատֆորմը առաջ մղելու շուրջ։ Եվ վստահ եմ, որ դա ամենաէֆեկտիվ աշխատող մեխանիզմն է եւ փորձը մեր ցույց է տվել միջև այս պահը, որ նման մեխանիզմը կարողանում է կյանքի կոչել եւ կարողանում է իր քաղաքական օրակարգը դարձնել բառից բուն իմաստով կյանքի կոչել եւ գործոն դարձնել, այլ ոչ թե միայն հայտարարություններ եւ այլն։ Մենք գտել ենք եւ ես այսօր պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության այն երկու հիմնական խնդիրները, որոնք կան, անշուշտ նաեւ չեմ կարող չնշել, որ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված յուրաքանչյուր տեղ ոտնահարում կա, բայց կա նաև երկու հիմնական այլ խնդիր, որպեսզի կարողանանք այն բոլոր խնդիրները լուծենք, այդ թվում նաև կենցաղային, սոցիալական, անվտանգության, դրանք են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ ապահովելը, որը կստեղծի աշխատատեղեր, գիտեք, կարծես թե ընդունված է նախընտրական շրջանում, որ բոլորը խոսեն, թե
անվտանգությունից, թե ինչու ոչ աշխատատեղերից, բայց կա էլեմենտար թվաբանություն։ Եթե միտեղ չկա ներդրումներ, չի բերվում նոր տեխնոլոգիաներ, ինովացիոն խնդիրները չի լուծվում, ապա ոնց կարող են նոր աշխատատեղերի մասին։ Իսկ ծրագրերին դեռ կանդրադառնամ, պարոն Կոկոբելյան, ամեն դեպքում ինչի եմ սա նշում, որ սա խիստ քաղաքական խնդիր է, այո, սա խիստ քաղաքական խնդիր է, եւ այս քաղաքական խնդիրների շուրջն է, որում մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք, ինչու ոչ նաեւ բանակցում ենք եւ գտնում ենք այն ելքերը, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Եվ ես ուզում եմ այս պատասխանատու կերպով ասեմ, որ ինչպես շատերն են հայտարարում, այդ խնդիրների լուծման բանալին Մոսկվայում չէ։ Ես չեմ ասում, որ բանալին Բրյուսելում է կամ մեկ այլ մայրաքաղաքում, բայց ասում եմ, որ դա համաշխարհային քաղաքակրթական խնդիր է այսուհետ, եւ դու չես կարող համաշխարհային քաղաքակրթությունից քեզ դուրս դնելով այս կարևորագույն խնդիրները լուծել։ Ծայրահեղ դեպքում մարդկության փորձը 5000-ամյա պատմությունը ցույց է տվել, որ քաղաքակրթություններից առանձնացումը այն էլ ռեսուրսներ չունեցող երկրի համար պարզապես հղի է վտանգավոր դրսևորում։ Պարոն Կոկոբելյան, դուք ասում եք ցուցակը կարևոր չէ, ով կլինի առաջինը կամ տեղերը կարևոր չեն, բայց իրավական առումով իրավական առումով էլ կարևոր եւ բնականաբար ներկայացնելու են եւ հստակ ձեզ ասում եմ, որ մենք շատ հրապարակավ կարող եք ասել 1-ից 5 տեղերում ում կտեսնենք։ Ես հիմա ինձ թույլ չեմ դա այդպեսի բան ասեմ, մի պատճառով, եթե թույլ կտակ կասեմ, որտեղ ես գտնում եմ, որ դա եւ այդպես էլ լինելու է եւ կարող եւ հրապարակային դա կանենք, դա քվեարկությամբ է որոշվելու, բնականաբար ղեկավար մարմինն այդ քվեարկությունը կիրացնի, մենք վարչությամբ արդեն որոշում ունենք, որ նաեւ այն մարդկանց ում հրավիրում ենք առանցքային դերակատարներին, նրանց հետ միասին քվեարկություն կլինի, սա ոչ միայն իրավական առումով, որ այդպես է կարգը, այլ նաև զուտ քաղաքական մշակույթի առումով, որպես ազատական ուժ, եւ այդ քվեարկությամբ կորոշվի, թե ով հիմնական առանցքային դերակատարների մասին է խոսքը, ով ինչ հորիզոնականում կլինի, եւ եւս մի կարեւոր հարց, ով որտեղ կառաջադրի իր տեխնացությունը ռեյտինգայինով։ Որտեղ մեր մոտ բոլորը ընդգծված լիդերները եւ անհատները բառից բուն իմաստով բնականաբար նաեւ կլինեն ռեյտինգային առաջադրումներ։ Որտեղ այդքան ռեսուրս ընդդիմությունը երբեք չունի, որ նման զոհաբերությունների գնա։ Եվ մեզնից յուրաքանչյուրը եւ ամբողջ հանրապետության տարածքում եւ որոշակի ընտրատարածքում խիստ թիրախավորված իր պայքարը կտանի։ Տեղեկություններ կան ու կարծես դրանք արդեն նաև հաստատվեցին, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւս կլինի ձեզ հետ համագործակցության ոլորտում, ըստ էության նաև ցուցակում, արդյոք դուք կլինեք վարչապետի տեխնացուն, թե նա։ Հրանտ Բագրատյանի հետ մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել եւ ունենում ենք, մենք լավ գործընկերներ ենք եղել միշտ, գրեթե չեմ հիշում եւ չկա նման բան, որ մենք կարևորագույն եւ առանցքային հարցերում չկարողանանք ընդհանուր հայտարարի գանք, ընդհանուր առմամբ, անկախ նույնիսկ միասին քննարկելուց կամ ոչ քննարկելուց, ի նկատի ունեմ երկրի համար օրահասական, այդ թվում խիստ քաղաքական խնդիրների հետ կապված, եւ ես ինքս գտնում եմ առանց այլևայնության, կարող եմ դա ասել, որ Հրանտ Բագրատյանը Հայաստանի Հանրապետության այն հազվագյուտ վարչապետներից է եղել, ցանկություն չունեմ նսեմացնել որևիցե մեկի դերը, դա հասարակության գնահատելու խնդիրն է, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ կոռուպցիայից զերծ եւ բարեփոխումներ իրացրած, որքան էլ փորձեն այլ կերպ մեկնաբանել, ռեֆորմներ իրացրած վարչապետ է եղել Հրանտ Բագրատյանը։ Իսկ մնացած խնդիրների մասին, այսինքն զուտ դերակատարների առումով, ես նորից եմ ասում, ինքս չեմ ցանկանա այս բանին որից է հարց բարձրաձայնել, որովհետև դա ընդհանուր որոշելու խնդիր է։ Եվ դա է ուղղակի ժողովրդավարության որպես մշակույթ, որ մենք հետամուտ լինենք, այլ կերպ չեն կարող։ Այլապես մեր մոտ չկա անձակենտրոն խնդիրներ, մեր մոտ չկա անձերի որոշում, եւ դա հենց այնպես չեմ ես ասում, եւ մենք բոլորս առավել եւս ազատ դեմոկրատներում այդպիսի հավաքական աշխատում, բոլորը հանդուրժող են բնականաբար եւ բոլորը շահագրգիռ են, որ ունենանք լայն, ընդլայնված, կոնսոլիդացված
թիմ, ցուցակ եւ որը ի վիճակի կլինի այս օրահասական պահին այն պայքարը մղել, որին մենք տարիների վեր հետամուտ ենք եղել։ Որտեւ ես չեմ կարող նաեւ չնշել, որ այսօր Հայաստանը լուրջ վտանգներ ունի, կապված աշխարհաքաղաքական առումով իր Հայաստանի Հանրապետության ամենածանր խնդիրներից մեկը ինքնիշխանության բառացիորեն բարձրացումն է։ Ես չեմ ուզում ասեմ կորուստը, որտեղ այդ մտքեր երբեք չեմ հաշտվել եւ չեմ հաշտվի եւ չեմ գտնում, որ Հայաստանն ինքնիշխանությունը կորցրել է, շատ-շատեր այդպիսի բան են խոսում, բայց ես չեմ կարող նաեւ չփաստել, որ Հայաստանն իր ինքնիշխանության կարևոր բաղադրիչները աստիճանաբար զիջում է։ Այդ թվում նաև անվտանգության հետ կապված եւ գաղտնիք չէ որևիցե մեկի համար, որ այսօր միջազգային հանրությունը բոլոր քննարկումներում, բոլոր արտակներում Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի կցորդ։ Ինձ համար դա շատ վիրավորական է, եթե մեծ չկա ընդհանրապես մարդկության մեջ հայտնի դեպք, որ քաղաքացիները պետության անկախության դերի չգիտակցումով կարողանան բարելավել կյանքը։ Ես ցավով պետք է ասեմ, որ մինչև այս պահ շատ առումներով մեր քաղաքացիների համար այդպես էլ պարզ չի դարձել անկախության գինը։ Եվ անկախության ամենամեծ արժեքը ինքնության, դա ճիշտ որոշումներ ինքնուրույն կայացնելու հնարավորությունն է։ Այսինքն երկու կարևոր գործոն կա, ներեցեք, առաջինը, որ դու ինքնաբավ պետք է կարողանաս որոշում կայացնես, դա անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ, եւ երկրորդը, որպես բավարար պայման, դուք պետք է կարողանա պետությունը ճիշտ որոշումներ կայացնի, որը բացառապես բխում է մեր քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության շահերից, այլ ոչ թե մենք տեղավորվենք այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի արանքում եւ ճամարթված վիճակում ունենանք անվտանգության համակարգ։ Մենք ունենք մի անվտանգության համակարգ։ Մենք այս հարցերին դեռ գալու ենք, պարոն Քոքոբելյան, ես ուզում եմ մենք ցուցակի հարցը ի վերջո ամբողջացնենք։ Ես հստակ պատասխանեցի, հիմա նորից պատասխանեմ, դուք անուններ էլ հնչեցրիք, ես նոր անուններ չեմ ցանկանում հնչեցնեմ, մի պատճառով, բայց ասում եմ կլինեն, որովհետև դա կոռեկտ չեմ համարում այս փուլում, դա առաջիկա մի քանի օրվա ընթացքում քվեարկությամբ, պարզապես քվեարկությամբ կորոշվի, թե ով որ վարչապետի տեխնացուի հարցը եւս այո այդ խնդիրը։ Իսկ ձեր անձնական մոտեցումը ինչպիսին է, արդյոք Բագրատյանը այն մարդն է, ով կարող է լինել ազատ դեմոկրատների վարչապետի տեխնացու։ Ես որևիցե խնդիր չեմ տեսնում թե Հրանտ Բագրատյանի առումով, թե իմ առումով, թե շատ այլ այն անդամների, ովքեր ներկայացնելու են մեր համասնական ցուցակը։ Դուք ում տեխնացությունը կպաշտպանեք։ Ես նորից եմ ասում, այս պահին այդքան նպատակարար չեմ գտնում այդ մասին խոսելու, չեմ ուզում իմ անձնական կարծիքը ուղղակիորեն քվեարկությունից առաջ դառնա որպես գործոն քվեարկող անդամների համար, որտեղ իմ մոտեցումը կարող է սուբյեկտիվ լինել եւ կուզենամ ես որպես կուսակցության նախագահ ավելի շատ մյուսների մոտեցումը առաջ գա, որպեսզի ավելի ճիշտ եզրակացության անենք։ Զուտ դրանից ելնելով այլ խնդիր չէ։ Հիմա նախընտրական շրջանում է քվեարկությունը եւ որոշումը։ Մի քանի օրից, որտեղ դա զուտ այլևս նաեւ օրենսդրական պահանջ է, այսինքն դա անիմաստ ձգձգելու մենք ցանկություններ չունենք եւ չենք ձգձգում, ուղղակի այս պահին դեռևս շատ էֆեկտիվ աշխատանք է գնում, նաև նոր անդամներ ներգրավելու, ակտիվ քաղաքական գործիչներ, քաղաքացիներ եւ կարծում եմ այս ընտրությունները նաև դրանով են տարբերվելու, կա խաղի կանոններ, այս ընտրական օրենսգիրքը մենք դեմ ենք եղել, ես ինքս դեմ եմ քվեարկել, համարում եմ շատ վատ ընտրական օրենսգիրք, նույնիսկ առանց որևիցե լցոնման ու առանց որևիցե խախտումների դեպքում սա չի կարող ճիշտ արտացոլել, որտեղ քաղաքական մրցակցային պայքարը դուրս է մղվել եւ ավելի շատ առաջ է եկել անձերի եւ ռեսուրսների պայքարը մեջտեղ գալիս, սա մտածածին է, բնականաբար հանրապետական իշխող քաղաքական ուժերի կողմից, ոչ միայն հանրապետականների, ցավով եմ նշում, որ շատ դիմադիր գործիչներ ինչպես ժողովուրդն է ասում, սազը ձեռքներին գովում էին այս ընտրական օրենսգիրքը, որպես նոր երևույթ, բայց հիմա վստահ եք, որ լացակումած կբողոքեն այս ընտրական օրենսգիրքի հետևանքներից։ Մենք սա գիտություն ենք ընդունել, դեմ լինելով այս ամենին, այս խաղի կանոնները ընդունել ենք որպես խաղի կանոններ, որովհետև դա է այսօր
փաստ եւ այս խաղի կանոններով մենք մեր պայքարը եւ մեր հաղթանակը վստահաբար եմ ասում, մենք վստահ ենք, որ մենք կարող ենք փոխել այս իրավիճակը եւ այս մթնոլորտը, որ կա Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ցուցակում կարող են պատասխանատու կերպով ասել, որ չի լինի որևիցե անձ, ով գործ է ունեցել կամ ում հետ կապված են որևիցե կոռուպցիոն սխեմաներ, ով հանդես չի եկել, ես նկատի ունեմ առաջանային դիրքերում նաև մարտնչող, այսպես էլ կասեմ, մեր անդամների մասին, ով երբևիցե ընդհանրենք արհամարել է մարդու իրավունքները կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ինքնությանը եւ անկախությանը միտված որևիցե գործընթաց եղել է իշխանության մաս օրինակ 1 ամիս առաջ ենթադրում։ Կամ գիտեք, ես իդեպ այդ հարցում կարող է սուբյեկտիվ մոտեցում ունենամ, բայց չեմ կարող չասել, ոչ թե այնքան 1 կամ 2 ամիս առաջ իշխանության մեջ լինելն է, որքան այն խնդիրը, թե ինչ համակարգի է ինքը թափով սպասարկել։ Այսինքն ես հեռու եմ այն թեզից, որ շատ-շատերն ասում են, գիտեք, ստիպված են եղել այդ ամենը անել։ Մենք բոլորս ընտրության առաջ ենք կանգնած կյանքում, ոչ թե նկատի ունեմ ազգային ժողովրդությունները, այլ ինչ աշխատենք, ով լինենք, ինչ մասնագիտություն ձեռք բերենք, եւ մարդն ինքն է ընտրում, թե սպասարկի ինչ որ ենթադրենք կոռուպցիոն սխեմայի կամ մարդու իրավունքների ոտնահարման գործակն այդ գործընթացի, թե ոչ։ Մասնավորաբար ինչի եք դուք այստեղ նստած։ Կարող եք նույն կերպ հայտնվեիք իսեր Աստծո որևիցե մի սխեմայի մեջ իշխանական եւ այլն։ Այսինքն մարդը ինքն է ընտրում։ Եվ չի կարելի ասել մարդը ստիպված է եղել։ Հենց մարդը պետք է առաջի հերթին իր խղճի առաջ եւ մեր քաղաքացիները ինչու ոչ հաշվետու լինի եւ հասկանա, թե որ գործողությունը ինչու է կատարվում։ Արդյոք սա նշանակում է, որ դուք բացառում եք համագործակցությունը Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, ինչու՞ չէ նաև Գագիկ Ծառուկյանի հետ, ով նախկինում կոալիցիոն։ Ես շատ հստակ ասեմ, ես նկատի չունեմ որևիցե մեկին, բառացիորեն եմ ասում եւ առանց խորշելու։ Ես ուղղակի ասեմ, մեր համագործակցությունը այն քաղաքական ուժերի հետ, որոնց համար ռուսական ծիրում գտնվելը նորմալ երևույթ է եւ այսօր էլ շարունակում են պաշտպանել այդ թեզը, ուղղակի բացառվում է։ Եվ ես դեռևս հարցազրույցի շրջանակում ես հստակ ասում եմ, այս նման խնդիրներ չի կարելի հստակ չձևակերպել, որովհետեւ հասարակության համար հստակություն պետք է լինի։ Այս լղոզված վիճակը ոչ մի դրական են այդ ուժերը, որոնք ես հստակ ասում եմ, բոլոր նրանք իմ խորին համոզմամբ ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ, որովհետեւ դե մարդը համոզմունքով այդպես է կարծում, դա իր մոտեցումն է եւ ապրելու իրավունք ունի։ Մեր համար սկզբունքային հարց է Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը դեմ լինելու հանգամանքը։ Մենք ոչ թե դեմ ենք դեմ լինելու համար, այլ մենք դրան կողմնակիցը չենք հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման։ Եվ որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ ես ինքս օրենսդրական նախաձեռնություն եմ ներկայացրել ազգային ժողով Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացը դադարեցնելու, սկսելու գործընթաց։ Այսինքն ազգային ժողովի հայտարարությամբ հանդերձ գա, որ սկսում է անդամությունը դադարեցման գործընթացը։ Եվ դա քաղաքական կապրիզի խնդիր չէ։ Այսքան ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի հնան գտնվելով Եվրասիական տնտեսական միության մեջ 8%-ով անկում ունեցավ։ Դա շատ մեծ թիվ է հնայի համար։ Որքան էլ ջանան իշխանական տնտեսագետները, պաշտոնյաները խոսեն, որ դա այդպես չէ, դա ակնհայտ է եւ համաշխարհային բանկի, թե այլ միջազգային կառույցների գնահատականներում դրանք կան։ Երկրորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի Հանրապետության ամենամեծ չարիքներից մեկը բնականաբար դա ստվերն է եւ մենաշնորհը։ Ոնց կարելի է խոսել մենաշնորհը վերացնելու մասին, եթե դուք ինքներդ զբաղված եք մենաշնորհը զարգացման գործընթացով։ Ես շատ մենաշնորհային դիրքերում գտնվող տնտեսավարողների չեմ մեղադրում, որ այնքան, որքան մեղադրում եմ այդ համակարգը ձևավորողներին եւ այս իրավիճակը ստեղծողներին, որոնք պարտադրել են շատ տնտեսավարողների ուղղակիորեն նպաստել են, որ դառնան մենաշնորհի տերեր։ Որն է Հայաստանի Հանրապետության տնտեսության չզարգացման պատճառները։ Բնականաբար նույնիսկ ֆինանսների նախարարը այսօրվա ազգային ժողովում իմ հարցին պատասխանելով ընդունեց, որ առնվազն 34% տվեր կա։
Դուք պատերացնում եք ինչ է նշանակում 34% տվեր մեր այս հնայի պարագայում։ Խոսում ենք հազարական դրամարկղ հավաքագրման համար Դրանք արդեն հավաքվում։ Հա, եւ արդեն դա որպես օրենք գործում է, իհարկե ես դեմ եմ եղել դրան եւ դեմ եմ քվեարկել ոչ թե բանակին օգնելու գործընթացին դեմ, ստվերի միայն 1%-ը ավելին է 2 անգամ, քան այդ հավաքագրվող գումարը։ Մեզ չունենք որևիցե ոլորտ, թե տնտեսական, թե քաղաքական համակարգում, որին մենք կպնենք եւ տակը փոչ չլինի։ Կառավարությունը անդադ խոսում է, որ բարեփոխումների է գնում։ Իսկ Սեր Աստծո, ցույց տվեք մի ոլորտ, որտեղ մեր համար փոփոխությունները ակնհայտ են։ Այս հարցերի մասին շատ է խոսվել, պարոն Կոկոբելյան, կան ներկա զարգացումներ, նույն հարկային տեսությունում եւ այլն։ Խնդրեմ պատասխանեցեք։ Որևէ դաշինքի կողմից դուք առաջարկ ստացել եք իրենց հետ Ես աշխատելու շատ հստակ կարող եմ պատասխանել, ես ձեզ ասեցի, որ մենք դեռևս 6 ամիս առաջ հայտարարել ենք, որ մեր համար քաղաքական պլատֆորմը այն պլատֆորմն է, որը մենք առաջարկել ենք եւ առանցքային մի քանի հարցերի մասին ես խոսացի, թե արտաքին քաղաքականության, թե ներքին, եւ մենք մարդկանց հետ չենք խոսում անձերի միավորման հետ կապված, մենք խոսում ենք այս պլատֆորմը պաշտպանելու հետ։ Բայց դա կարծես չի եղել միավորում։ Չէ, գիտեք, եւ կա նման խնդիր, մենք բազմիցս նշել ենք, որ ազատ դեմոկրատները հանդես են գալու առանձին, բայց դա չի նշանակում, որ միայն կուսակցական անդամներով, դա որպես հարթակ ուղղակի ծառայելու է նման մտածող եւ նման մոտեցումներ ունեցող մարդկանց համար որպես հարթակ։ Իսկ զուտ այլ քաղաքական ուժերի եւ մյուսների հետ կապված ես չեմ տեսել մեկ այլ քաղաքական միավորում, ում համար սա ակնհայտ ուղղակի առանցքային խնդիրներ է եւ այս պլատֆորմը բառացիորեն ընդունելի է, որովհետեւ կան ուժեր, որ հայտարարում են, որ ես ասում եմ, ու երկում տարբեր տեսակետներ կան։ Մասնավորաբար իմ օրենսդրական նախաձեռնությանը Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը դադարեցման հետ կապված դեմ է քվարկել այն Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, ես Նիկոլ Փաշինյանը այդ դաշինքի առանցքային դերակատարներից մեկն է։ Այսինքն կա ակնհայտ բաներ, որոնց մասին խոսել կարիք չկա։ Կարող եմ միայն ասել, որ չկա որևէ քաղաքական ուժ կամ ակտիվ քաղաքական դերակատար գրեթե բացառությամբ 1 կամ 2 խոսքը վերաբերում է անդիմադիր դաշտում հայտ ներկայացրած կենտրոնների մասին, ով մեր հետ քննարկում չի ունեցել։ Եվ մեր համար դա առանցքային է, նորից եմ կրկնում, այս սկզբունքները, որոնց մասին ես խոսեցի։ Եվ ակնհայտ է դառնում, որ այս պարագայում այդ շերտը շատ նեղանում է։ Բարեբախտաբար հասարակության մեջ այդ շերտը ավելանում է։ Եթե քաղաքական դաշտում թե կուսակցությունների, թե ինչու ոչ անհատների համար մեծամասնության համար ռուսական ծիրուն գտնվելու գործընթացը նորմալ process է, ապա մեր քաղաքացիների շրջանակում օրեցօր ավելանում է հակառակ կարծիքն ունեցողների։ Ձեր նախկին հիմնական գործընկերներից Ալեքսանդր Արզումանյանի հետ արդյոք բանակցել եք եւ հնարավոր է որ նա եւս լինի ձեզ հետ մենք որևիցե անգամ որևիցե խնդիր չենք ունեցել Ալեքսանդր Արզումանյանի հետ քննարկումների կամ անկաշկանդ խոսելու որևիցե հարցից եւ նա միշտ այս դաշտում է գործել եւ իր ընտրությունն է նաեւ որ ինքը ընտրի թե որտեղ է տեսնում իր դերակատարումը այսուհետ բայց լինելու է ձեզ հետ համակարգ ես կարծում եմ որ ինքը այլ դաշտում այս անգամ այլ դաշտում հանդես կգա նկատում եմ այլ քաղաքական միավորումների հետ եւ դրանք անձնական մոտեցումներ չեն միայն այլ նաեւ քաղաքական վերադասավորումների հետ կապված մենք վեր ենք ցանկացած անձնական հարաբերություններից, ես ինքը շատ արգանքով եմ վարվում։ Իմ նախկին գործընկերոջը, ով այս ողջ ժամանակահատվածում հենց այս դաշտում էլ գործել է։ Եվ կարծում եմ կգործի։ Պարոն Կոկոբելյան, կան տարբեր ամեն դեպքում միավորումներ, շուրջ 3-ը հիմա կարող ենք հիմնական ասել, եւ կարծես հիմնական, այսպես հավակնորդները առավել մեծ ձայներ ստանալու դաշտում ամենայն դեպս նրանք են հանդես գալիս։ Նման իրավիճակում ձեր շանսերը առանձին գնալով ինչպես է գնալու։ Նախ ես շատ հստակ նկարագրեցի, որ սա առանձին գնալու գործընթաց չէ։ Սա հստակ պլատֆորմ է եւ այս պլատֆորմը պաշտպանող մարդկանց միասնական հանդես գալու գործընթաց է։ Իսկ ձեր նշած մի քանի կենտրոններ կամ հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժ հայտարարում է, որ ինքը հավակնում է հաղթելու։ Ես հստակ հայտարարում եմ, որ մենք ի վիճակի ենք այս մթնոլորտը եւ այս վիճակը փոխելու։ Եվ ուրիշ ավելի հստակություն ունեմ։ Հաղթելու նկատի ունեմ։ Բառից բուն իմաստով
զուտ շեմը հաղթահարելու խնդիրը, դա մեր համար խնդիր չէ, դա տեխնիկական խնդիր է, եւ մենք մեր յուրաքանչյուր ձայնի տեղը վստահեցնում եմ ձեզ, թիրախավորված հստակ գիտենք։ Խոսքը դրան չի վերաբերվում։ Խոսքը վերաբերում է ունենալ այնպիսի ներկայացվածություն ազգային ժողովում, որ մենք ի վիճակի լինենք այդ ազդեցություն ունենալու եւ այս իրավիճակը փոխելու։ Շատ է խոսում այսօր իշխանապողությունից նաեւ, չէ՞։ Իհարկե ես ինքս եմ գտնում, որ ժամ առաջ Հայաստանում պետք է լինի իշխանապողություն, իշխանությունը ոչ թե փոխվի անձերի տեսքով, այլ իշխանական համակարգը պետք է փոխվի, մոտեցումները պետք է փոխվեն, պետք է կոռուպցիան օտար լինի բառացիորեն եւ անընդունելի կառավարիչների համար, Հայաստանը պետք է ունենա էֆեկտիվ եւ բարեխիղճ կառավարողներ։ Դրա մասին ենք մենք խոսում։ Եվ ես վստահ եմ, որ որքան էլ խոսեն, որ ֆինանսական ռեսուրսները խոսում են այսօր եւ դա բաց են խոսում, որ ընտրողների ձայներ գնելու գործընթաց կա, առաջ դա նույնիսկ այսպես ասած ընտրողների սև շուկայում գնագոյացում է ձևավորվում նոր, դրա մասին չէ խոսքը։ Ես միշտ վստահ եմ եղել եւ այսօր եմ այդ կարծիքին, որ մեր քաղաքացիների մեջ կա շատ ընդգծված լայն գիտակից եւ այս խնդրին որպես ճակատագրական խնդիր մոտեցող, որտեղ դա բոլորիս ճակատագրական խնդիրն է, ում համար գումարը գործոն չէ։ Եվ այս վերջի շրջանում ընտրությունները կարծես թե այդ տեղական ինքնակառավարման ցույց են տալի, որ դա այդպես չի, ինչպես շատերը երազում են։ Եվ ես վստահ եմ, որ այսօր հասարակությանը դա կախված է նաև քաղաքական ուժերի ճիշտ հայտեր ներկայացնելուց եւ process-ը քաղաքականացնելուց։ Շատերը նույնիսկ առանց անհարմար զգալու ասում են չի կարելի քաղաքականացնել, արդեն անեկդոտ է դարձել։ Քաղաքական process է սա, եւ քաղաքական ուժերը առավել եւս ընդդիմադիր իմ գործընկերները նաեւ բոլորին հարգանքով են վարվում, զուտ մոտեցումների տարբերության հարցը, նույն ելքի հետ, ես ինքս շատ դրական եմ վարվում, բայց զուտ մոտեցումների տարբերության մասին է խոսքը, ոչ թե անձերի։ Ես հույս ունեմ, որ դա խիստ քաղաքականացված process-ի արդյունքում երրորդական պլան կմաղվի ֆինանսական գործոնը եւ ավելի շատ կաշխատի, թե ով որ մոտեցումներին է ուզում հավատալ եւ հետամուտ լինում։ Վերջում մի հարց հնարավոր է արդյոք, որ առաջիկա զարգացումները հանգեցնեն մի վիճակի, երբ դուք տեսնելով, որ կա իշխանապողության հնարավորություն, մի կողմ դնեք միայն այդ նպատակի համար ձեր տարբեր տեսլականները, մոտեցումները եւ այդ հարցի շուրջ համագործակցելով գնաք օրինակ Ծառուկյան դաշինքի կամ ելքի հետ համագործակցել։ Բացարձակապես բացառում եմ Ծառուկյան դաշինքի հետ ընդհանուր հանդես գալու եւ դա նաեւ կարծում եմ լուրջ չի թե մեր համար թե իրենց մի պարզ պատճառով, որտեղ տարբեր քաղաքական հայտեր են ներկայացնում։ Ինչպես կարելի է համատեղել տարբեր երկու բևեռում գտնվող քաղաքական պահանջներ։ Դե ասում են եկեք մի կողմ դնենք, ես ավելին ասեմ։ խնդիրը լուծենք։ Ես դա համարում եմ նախընտրական զուտ տեխնոլոգիա եւ գիտեք ցանկացած պարագայում կարելի է ցանկացած ուժի հետ եւ կհամագործակցենք այդ թվում նաեւ բոլոր ուժերի հետ, ով օրինակ ընտրությունների վերահսկման գործընթացին։ Բայց եթե մի քաղաքական ուժ ինքը ընդհանրենք, այդ ընդհանրապես եմ ասում, խոսքը չի վերաբերվում որից է մեկին, որտեղ դեռևս ստարտային վիճակում են, ես ուզում եմ գործընթացը սկսի, նոր առարկայական խոսենք։ Ընդհանրենք մեկը զբաղված է ընտրակեղծարարությամբ եւ կոչ է անում համատեղ վերահսկենք ընտրությունները, ապա կարծում եմ դա շատ անլուրջ քննարկման առարկա է։ Այսինքն այստեղ կա նաև քաղաքական մշակույթի հարցը, թե ով ինչ քաղաքական մշակույթ է ներկայացնել եւ ինչին է հետամուտ լինում։ Եվ ես նորից եմ ասում, շատ վտանգավոր եմ համարում այդ թեզը, որը այսօր արհեստական դաշտ է նետվում, որ գիտեք կարող են բոլորը միավորվել, դա առնվազն անլուրջ է Հայաստանում իշխանապողության համար։ Այո, համաձայն եմ, բայց հարց ինչ իշխանություն ենք բերում։ Այսինքն, եթե բերվում է նույն իշխանությունը կամ մի բան ավել կամ պակաս, դա խնդրի լուծում չէ։ Պետք է քննարկել հստակ, թե ինչ աշխարհակաղակական մոտեցումներ ունենք, ինչպիսի ներքին ղեկավարման խոսքը չի վերաբերում հրետորաբանությանը, որ բոլորն ասում են, որ պետք է լինեն անկաշառ ղեկավարներ։ Հասկանաք, դա նույնիսկ ծիծաղելի է։ Եվ այսօր հասարակությանը կերակրել անընդհատ այդ մաշված թեզերով
կարծում եմ նաև քաղաքական գործիչների համար վիրավորական է դաշտ նետել նման մոտեցումներ։ Եվ ով է խանգարում յուրաքանչյուրը իր տեսլականը եւ իր մոտեցումները մրցունակ դարձնելուց հետո նույն ազգային ժողովում այդ թվում նաև քվեարկությունների առումով ստեղծել իրավիճակ, որ իշխանությունը ստիպված լինի ընկրկել։ Հիմա մեկ այլ խնդիր, այդ դեպքում ինչու են որոշ քաղաքական ուժեր կողմնակից այս ընտրական օրենսգրքին։ Օրինակ այս ընտրական օրենսգրքի, գիտեք, ես ձեզ մի հստակ բան ասեմ, այս ընտրական օրենսգրքի մասին շատ չի խոսում, որտեղ ձեռնտու չի շատերին, բայց այս ընտրական օրենսգիրքը ունի այնպիսի խայտառակ կետեր, բացի ընտրությունները կազմակերպելը, որը վերաբերում է ազգային ժողովում կոալիցիաներ ձևավորելու։ Օրինակ, ենթադրենք արհեստական վիճակ է ստեղծված օրենքի ուժով, որ կարող է ընդհանուրի մեջ փոքրամասնություն կազմող մեծամասնությունը, այսինքն ինքը ենթադրենք պարլամենտում օրինակ 104 կամ 105, որտեղ թիվը փոխվող է, 105 մանդատից ունենա ենթադրենք փոքր թիվ, կեսից է փոքր, բայց իր դերակատարումն է, թե ինքը ինչպես ընտրի օրինակ կոալիցիա եւ կառավարություն ձևավորի։ Այսինքն այս ընտրական օրենսգրքով կարող են այն 60 մանդատ ունեցողը իրենց իրավունքը զիջում են օրենքով այն 40, եթե բոլորն այնց քիչ են, 40 մանդատ ունեցող խմբին կամ քաղաքական ուժին։ Եվ նա է որոշում մյուս 2 եւ երրորդ մաքսիմում 3 կարող է լինել, որ ուժերի հետ է կոալիցիա ձևավորում։ Այսինքն սա ժողովրդավարության էլեմենտար ոտնահարում է, երբ որ փոքրամասնությունը օրենքի ուժով մեծամասնություն ձևավորելու հնարավորություն է։ Նույնիսկ այս վիճակում հավատում եք հաջողությանը, պարոն։ Ես հավատում եմ եւ վստահ եմ, առանց այլևայնության, որ Հայաստանի Հանրապետությունում բանականությունը հաղթելու է, որ Հայաստանի Հանրապետությունը այս ռուսական ծիրում, այս քրքաշ վիճակից ձեր բազատվելու է, կամ մեր հարևանների օրինակը, օրինակ անդադ խոսում ենք ներդրումներից։ Պատկերացրեք մեկ այլ ներդրող ֆրանսիացի կամ եվրոպական ցանկացած երկրի, որտեղ գումարները Ուզբեկստանում եւ Կիրգիզիայում չեն, եվրոպական եւ այդ թվում արաբական ինչու ոչ։ Հիմա հնարավորություն ունեն կամ չինացիները ներդրում անեն հստակ կանոնակարգված տնտեսավարվող սուբյեկտների համար օրենսդրական դաշտ, կոռուպցիա չկա, համեմատաբար Վրաստանում եւ Հայաստանում նույն աշխարհակաղակական պայմաններում դուք որտեղ կընտրեիք։ Միայն մի թիվ հնչեցնեմ։ Անցած տարի Հայաստանի Հանրապետություն ներդրումները եղել են 200 միլիոնի կարգի։ Դա պաշտոնական թվերն եմ ասում, իսկ մեր հարևան Վրաստանում 5 միլիարդ դոլարի չափով։ Պատկերացնում եք ինչպիսի թվեր են, նույնիսկ համադրելի չեն։ Եվ խոսել, որ մեր մոտ օրենքները շատ են դրա համար, եւ այն դա էլ անլուրջ է, որովհետեւ ոչ թե հարկային օրենքների կամ հարկատեսակների շատ լինելու հանգամանքն է, այլ արդարացի, ընդհանրապես շատացվում են օրենքները, հարկատեսակները ու արդարացի հարկահանություն, այլ ոչ արդարացի հարկահանության պատճառով։ Շնորհակալ եմ, պարոն Քոքոբելյան, մեր ժամանակը սպառվել է արդեն։ Ես շնորհակալ եմ։ Կարծում եմ առաջիկայում արդեն ականատես կլինենք ձեր ցուցակին, այս շաբաթվա վերջը ենթադրում ենք, այո, որ կլինի։ Կարծում եմ։ Շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցը Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էր։